Պարոն Քոչինյան, 3 հակարի կամրջով Ադրբեջանը 4 գերիների վերադարձրեց հայկական կողմին, ու թվում էր սա այն թեման է, որ շահարկումների կամ մանիպուլյացիաների տեղ չի տա, բոլորը հավասարապես կուրախանան եւ ձեռքբերում կհամարեն, բայց ընդդիմություն չէր լինի, եթե այս թեման էլ չշահարկեր։ Նախ տեսեք, ասում են, որ շատ անհամաչափ էր 2 սիրիացի ահաբեկիչներին փոխարինել 4 հայ գերիներով, հետո Հայդատից հայտարարում են, որ սա չի նշանակում խաղաղություն եւ կամ արդարություն, Ադրբեջանում շարունակում են մնալ 19 գերիներ։ Ընդհանուր առմամբ, պարոն Քոչինյան, արդյոք սա խաղաղության բաղադրիչ էր եւ արդյոք սա հայ-ադրբեջանական բանակցություններում եւս մեկ հաջողություն կարելի է դիտարկել։ Նախ եկեք մի բան ֆիքսենք, որ միջազգային հարաբերություններում չի լինում երբևիցե այնպես իրավիճակ, որ մի կողմը 100%-ով գոհ լինի, մյուս կողմը 100%-ով ոչինչ չստանա։ Տենց չի լինում, այսինքն բոլոր մարդիկ, որ թվում է, որ կարող լինեն բանակցություններ, որի արդյունքում մենք ստանանք մեր բոլոր ուզածները, Ադրբեջանը ոչինչ չստանա, տենց չի լինում։ Մանավանդ, որ Ադրբեջանն է հաղթե պատերազմում, հասկանում եք, դա առաջին շերտը։ Երկրորդ շերտը այն մարդիկ, որոնց դուք կոչում եք ընդդիմություն, ես ուղղակի զարմանում եմ այն մարդկանց զարմանքի վրա, որոնք դեռևս զարմանում են, որ այդ մարդկանց համար ինչ որ տենց կարմիր գծեր կամ բարոյականության որոշակի չափումներ չկան։ Այդ մարդիկ դարձել են եկեղեցին իրենց նեղ քաղաքական նպատակները սպասարկելու էլեմենտար գործիք, անուղեղ գործիք։ Եվ սա լավագույն վկայություն է նրա, որ այդ ներքաղաքական պայքարի մեջ իրենց նպատակներին հասնելու ճանապարհին իրանք որևէ սրբություն, որևէ կարմիր գիծ, որևէ ուրեմն ինչ որ մի հատ մեծություն կամ ինչ որ մի հատ բան, որի վրայով չեն ասնի, ուղղակի գոյություն չունի։ Ցանկացած թեմա օգտագործվել է, օգտագործվում է եւ օգտագործվելու է իրենց քաղաքական նպատակներին հասնելու ճանապարհին։ Ամենավատն է, որ նաեւ այդ քաղաքական նպատակներն են շատ վատը ու Հայաստանի Հանրապետության դեմ։ Ինչ վերաբերվում է գերիների վերադարձին, անխոս է, որ մեզ համար հարցը դեռևս լուծված չէ, դեռևս կան 19 մեր հայրենակիցները, որոնք որ գտնվում են Ադրբեջանում, եւ հարցը կհամարենք լուծված մենակ այն ժամանակ, երբ որ բոլորը կվերադառնան Հայաստան։ Միևնույն ժամանակ եկեք նաև արձանագրենք, որ Ադրբեջանի համար էլ կան հումանիտար հարցեր, որոնք որ իրենց հասարակությանն են շատ ուրեմն հուզում, դա անհետ կորածների հարցն է, որը որ մանավանդ առաջին պատերազմում ադրբեջանական կողմը ունի բավականին շատ մեծ թվով անհետ կորածներ եւ հումանիտար հարցերի հասցեագրումը խաղաղության գործընթացի բնականon մի բաղադրիչն է, որը ամենից շատ հույզերն է առաջացնում հասարակությունների մոտ եւ դա նույնպես բնական է, բայց որը նաեւ շատ հաճախ շատ երկար ժամանակ չի լուծվում։ Օրինակ Կիպրոսում համարյա 60 տարի անցել թուրքական ներխուժումից, պատերազմից Կիպրոսում, մինչև այսօր կան անհետ կորածներ։ 60 տարի անցել, հա։ Ուզում ասեմ, դա միևնույն ժամանակ եւ շատ ցավոտ թեմա է եւ բոլոր կոնֆլիկտներին հատուկ թեմա է եւ շատ հաճախ երկարաժամկետ թեմա է։ Եվ նաև խաղ հասարակությանը ձեզ Ադրբեջան գնալուց առաջ Բաքու մեկնելուց առաջ գիտեք ինչքան շատ էին մեղադրանքները, հիմա էլ նույն կառավարությանը պարբերաբար այդ հարցը տալիս են, որ դուք իսկ ինչ եք անում գերիներին վերադարձնելու համար։ Հիմա այս քայլը գալիս է ապացուցելու, որ այնուամենայնիվ կուլիսներում գերիների հարցը մնում է անդրադառ։ Իհարկե գալիս է, եւ ես ձեզ ասեմ ավելի, ես սեփական փորձի վրա եմ զգացել ձեր նշած մարդկանց գործելավոճը, որովհետեւ մեր Բաքվից վերադառնալուց հետո իրար հերթ չտալով առանց անգամ մեզ լսելու, ուղղակի բառաչոցներ էին գնում, թե մենք գերիների վերադարձի հարց չենք բարձրացրել, դա խայտառակություն էր ուղղակի այդ մարդկանց պահվածքը, դրանց թվում էին նաև ԱԺ պատգամավորներ, եւ մենք այն ժամանակ էլ ենք նշում, որ մեր կարծիքով մեր այցը իր փոքր, բայց ներդրում ունեցել է գերիների վերադարձի հարցում եւ իրադարձությունների զարգացումը եկավ եւ ցույց տվեց, որ այո process կար եւ այդ process-ը փոքր, բայց հաջողության հասել։ Իսկ առաջիկայում դրական լուրերի սպասել այդ առումով էլի գերիների մասով դուք մեր հետ զրույցում եք ասել, որ այնտեղ ռազմաքաղաքական ղեկավարության հետ հստակ այլ վերաբերմունք կա մնացած գերիների մասով այլ վերաբերմունք։ Իմ ակնկալիքը եւ պատկերացումն այն է, որ կարճաժամկետ կտրվածքում բացի 8-ից մնացած բոլորը վերադառնալու են Հայաստան։ Այստեղ նույնիսկ ուզում խոսքը շեշտել, խոսքը կարճաժամկետ կտրվածքի մասին, այսինքն մինչև 1 տարվա ժամկետի մասին է, թե կոնկրետ բնականաբար այս նման բան չեմ կարող ասել։ Եվ նաև գերիների վերադարձը այսպես շրջանակներ եւ վերլուծաբաններ եղան, որ կապեցին պարոն Միրզոյանի Միացյալ Նահանգների այցի եւ Ռուբիոյի հետ հանդիպման հետ նաև ընդունված նոր այդ բավականին հավանական է, որ մեծարարը դա է հենց հանդիսացել։ Բայց ինչպես կարող էր դա Ադրբեջանի էգոն շոյել։
Ադրբեջանի համար թրիփի հարցը այս պետությամբ դարձել է բաց ներվը։ Այսինքն իրանք ամենաշատ լարվածություն ունեն այդ հարցից, որտեղ իրենց մոտ կա պատկերացում, որ հայկական կողմը կամ ամերիկյան կողմը ձգձգում է process-ը եւ իրականություն չի դառնում, ինչ որ պայմանավորվել ենք։ Ինչպես օրինակ մեր համար բաց ներվը դա դելիմիտացիայի դեմարկացիայի հարցն է, իրանց համար բաց ներվը կոմունիկացիաների հարցն է եւ իմաստնավորի թրիփի հարցն է։ Հիմա երբ որ բավականին էական քայլ առաջ է գրանցվում թրիփի հարցում եւ ըստ էության տեխնիկական պարամետրերն են սկսում բացահայտվել հայ-ամերիկյան, դա էականորեն ուրեմն նպաստում է ադրբեջանական կողմի մոտ վստահության մակարդակի ավելացմանը եւ ադրբեջանական կողմն անում է իր քայլը։ Պարոն Քոչարյան, ինչպես ճիշտ նշեցիք, տեխնիկական բովանդակությունը արդեն հրապարակվեց։ Դուք գիտեք, օգոստոսի 8-ից հետո նաև ինչքան շատ են եղել քննարկումները, մանիպուլատիվ շահարկումները այդ իմաստով, թեև անիմաստ է այդ խոսույթները բերել հիմա քննարկել, բայց այնուամենայնիվ, որ սա միջանցք է, ոչինչ չի տարբերվում նոյեմբերի 9-րդ կետից, պարզապես այստեղ շահառուն լինելու է Միացյալ Նահանգների։ Հիմա երբ կա տեխնիկական բովանդակությունը, այսպես ասեմ, գալիս է պատասխանելու այդ հարցերին եւ արդյոք այդ մանիպուլյացիաների դաշտը փոքրանում է։ Դե մանիպուլյացիաների դաշտը երբեք չի փոքրանա այն մարդկանց համար, ովքեր ուզում են զբաղվել մանիպուլյացիաներով։ Օգոստոսի 8-ի փաստաթուղթը սկզբունքորեն տարբերվում է այն պատկերացումից, որը որ ունեն ռուսական կողմը կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ, որտեղ այն ինչ որ ռուսական կողմը պատկերացնում էր, դա դասական արտատարածքային միջանցք էր։ Մի քանի բաղադրիչներով։ Նախ հայկական մասնակցություն ըստ ռուսական կողմի պետքա չլիներ այդ կոմունիկացիաների մեջ, երկրորդ ռուսները պատկերացնում են, որ իրենք ընդհանրապես պատ պետքա կառուցեն այդ ենթակառուցվածքի երկայնքով Ադրբեջանի սահմանից մինչև Նախիջևանի սահման, իրանական սահմանից 1 կիլոմետր խորության վրա, այսինքն դասական գորշ գոտի պետք է ստեղծվեր Հայաստանի տարածքում։ Եվ ըստ էության, այն ինչ որ մենք հիմա պայմանավորվել ենք ամերիկացիների հետ, իմ ընկալմամբ հայկական կողմը առաջարկել է նաև Ռուսաստանին, բայց Ռուսաստանը ուզեցել է այն ինչ որ իրանք էին ուզում, ոչ թե այն ինչ որ մենք էինք առաջարկում։ Որի արդյունքում Ռուսաստանը զրկվել է ամեն ինչից այդ հարցում։ Նաև խիստ ուրեմն սխալ եւ նույնիսկ անբարոյական են պնդումները, թե այս փոփոխությունը այ միջանցքից դեպի ոչ միջանցք հասնելու համար մենք ըստ էության կորցրեցինք սրա համար Ղարաբաղը, որովհետեւ Ղարաբաղի կորուստը նախ եղել է վերջին 20, իսկ որոշ հաշվարկներով նաև 30 տարիների մեր սխալ որոշումների պատճառահետևանքային կապի արդյունքում, եւ երկրորդ եղել է նաև վերջին 4-5 տարիների աշխարհակահական շատ ավելի մեծ գործընթացների արդյունքում։ Այսինքն պատկերացնել իրավիճակ, որ մենք միջանցքը տայինք ու Ղարաբաղը մնար, հնարավոր չէ։ Արդյունքում լինելու էր, որ մենք եւ միջանցքն էինք տալու եւ Ղարաբաղն էր կործանվելու։ Դրա համար հիմա փորձել ասել, թե Ղարաբաղը կործանվելու գնով ուրեմն ռուսական միջանցքը դարձավ ամերիկյան ճանապարհ, մեղմ ասած անբարոյականություն է։ Եվ կառավարման փոքր բաժինը, պարոն Քոչարյան, Հայաստանը ըստ էության ստանում է կառավարման փոքր բաժին 26%-ի մասին է խոսքը։ Արդյոք սա խնդիր չէ եւ արդյոք Միացյալ Նահանգների կողմից այդ։ Նախ եկեք խոսանք սկզբունքից, շատ կարեւոր է, որ սկզբունքորեն ֆիքսված է, որ այլ գործընկերների ներգրավումը, այլ օպերատորների ներգրավումը, մասնաբաժինների փոփոխությունները պետք է տեղի ունենա երկկողմանի համաձայնության արդյունքում, այսինքն անկախ տոկոսաբաժնից, ուրեմն որոշումների կայացման վրա սկզբունքային ազդեցություն հայկական կողմը, ինչպես եւ ամերիկյան կողմը ունեն։ Սա առաջինը։ Երկրորդ, ինչա տոկոսային հարաբերակցությունը այդպեսին, տեխնիկական պատճառ կա, որտեղ Միացյալ Նահանգներն են հիմնական ներդրումները անող կողմը, այս պայմանությամբ մենք խոսում ենք մոտավորապես $150 միլիոն ներդրման մասին, իմ պատկերացմամբ ի վերջո խոսքը գնալու է 400 միլիոնից կես միլիարդ ներդրումների մասին դոլար ԱՄՆ։ Դա տեխնիկական մասը։ Եվ վերջապես նաև եկեք ֆիքսենք, որ եթե հայկական կողմը օրինակի համար ի վիճակի լիներ Ադրբեջանի հետ պայմանավորվելով հասնել են այն դրության, որ ամերիկյան կողմի ներգրավվածություն չուներ, հենա կլիներ դա, որովհետև Վաշինգտոնի հանդիպումից առաջ եղել էր Աբու Դաբիի հանդիպում, որտեղ ըստ էության հնարավոր չէր եղել գալ ընդհանուր հայտարարի կոմունիկացիաների ապաշրջապակման թեմայով եւ ամերիկյան առաջարկն է դարձել այն ոսկե միջինը, այն բրոկերային առաջարկը, որը ընդունելի է եղել եւ Հայաստանի եւ Ադրբեջանի համար։ Դա իր հերթին նշանակում է, որ Միացյալ Նահանգները պետք է ունենան որոշակի մասնակցության աստիճան, որը իրենց թույլ կտա իրենց առաջարկությունը իմպլեմենտացնել։ Եվ դա առաջիկա 49 տարիների ընթացքում այն տոկոսային մասնաբաժինն է, հարաբերակցությունն է, որը որ կա։ Այստեղ շատ կարևոր է նաև այն դրույթը, որ կա հստակ ժամանակային ուրեմն ժամանակահատված, թե ինչի մասին ենք մենք խոսում։ Իմ ընկալմամբ այդ ժամանակահատվածը վերաբերվում է նաև այդ ֆրոնտ օֆիսի գաղափարին, այսինքն այն միջնորդին, որը լինելու է ադրբեջանցիների եւ հայկական պետական մարմինների միջև, այդ մասնավոր կազմակերպության, հա։ Այս բոլոր չափումները դրանք ժամանակավոր չափումներ են, մինչև որ Հայաստանն ու Ադրբեջանը կսովորեն նորից այդ աշխատել։ Սա նույնպես շատ կարևոր է, որը որ չկար ռուսական առաջարկի մեջ, որովհետեւ այնտեղի առաջարկը ըստ էության հավերժական առաջարկ էր։
Իդեպ այդ անխոչնդոտ բառը, որ կա փաստաթղթում, էլի այսպես ինչ-որ ջղաձգումների առարկա է դարձել, որ տեսեք այդ բառը Անխոչնդոտ բառը փաստաթղթում կա մի անգամ, ինքնիշխանություն բառը կա, եթե ճիշտ ենք հաշվել 16 անգամ, թե 15 անգամ, իրավազորություն բառը կա 14 անգամ։ Պարոն Քոչինյան, եւ այնուամենայնիվ քիչ են այն շահարկումները, որ կառավարման նման փոքր չափաբաժին ստանալու դիմաց Հայաստանը կարող էր կորզել Ադրբեջանից ամբողջական խաղաղության պայմանագրի ստորագրում, էլի այստեղ գալիս են այն շահարկումները, ինչ որտեղ նաեւ մանիպուլատիվ, դուք դա ավելի լավ կասեք, որ մենք ըստ էության ստանում ենք ոչ մի բան, խաղաղության պայմանագիր չկա։ Աբսուրդ է ասել, որ մենք ստանում ենք ոչ մի բան, որտեղ փաստաթղթում եւ մայր փաստաթղթում եւ այս փաստաթղթում նշված է, որ սրա դիմաց Հայաստանը պետք է ստանա համաչափ ուրեմն միջպետական եւ ներպետական կոմունիկացիաներ եւ եթե օրինակ հարց առաջանա այս եթե չստանա, թրիփը չի իրականանա։ Թրիփը իրականանալու է մենակ այն դեպքում, եթե Հայաստանը ստանա համաչափ ներպետական եւ միջպետական առևտրի հնարավորություններ, որոնք են դրանք։ Դա Նախիջևանով մեր հարավային սահմանի Մեղրի հետ կապն է, դա Նախիջևանով Իրանի հետ կապն է, դա Ղազախից Իջևանից Ղազախ կապն է եւ Ադրբեջանով դեպի Կասպից ծով կենտրոնական Ասիայով դեպի Ռուսաստան ճանապարհն է եւ դա հայ-թուրքական սահմանի բացումն է։ Եթե Հայաստանը այս ամեն ինչը չի ստանում, բնականաբար թրիփները իրանք չեն ստանում։ Բառացիորեն գրված է, որ Հայաստանը պետք է ստանա համաչափ ներպետական եւ միջպետական առևտրի հնարավորություններ, ճիշտ է։ Դա էլ ցույց տենա ինչ է ստանում Հայաստանը։ Հիմա ինչ վերաբերում է խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, գիտեք, ես սկզբունքորեն չեմ բացառում, որ խաղաղության համաձայնագիրը կարող է ստորագրվել մինչև ընտրությունները հունիսին։ Այն պայմանով, որ ռատիֆիկացիան փաստաթղթի տեղի ունենա ավելի ուշ։ Դա ես սկզբունքորեն չեմ բացառում։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների մեծ այս կառավարման չափաբաժինը նկատի ունեմ 74% արդյոք այսպես հետագայում քաղաքական կամ տնտեսական լծակ չի կարող դառնալ Միացյալ Նահանգների ձեռքում եւ ինչպես օրինակ ում վրա տարբեր երկրների տարբեր խաղացողների վրա կարա Հայաստանի վրա չի կարա, որովհետեւ Հայաստանը այդ ճանապարհով առանձնապես չի օգտվելու։ Եվ այստեղից էլ տարբեր երկրներ եւ տարբեր խաղացողներ, որոնք հիմա մտահոգված են եւ նաեւ ընդդիմադիրները մեր, որ ասում են աշխարհակաղակական բախումների կենտրոն ենք դարձնում Հայաստանը եւ կամ Սյունիքը, ինչպես սիրում են ասել, դա իրատեսական է եւ կամ ճշմարտությանը։ Սյունիքը այսպես թե այնպես դառնալու էր աշխարհակաղակական բախումների կենտրոն, ըստեղ հարցուղակիներ մեր մասնակցությամբ թե առանց մեզ, եւ բ. Եթե ինչ-ինչ աշխարհակաղակական կենտրոններ մեր տարածաշրջանում չեն ուզում այդ ճանապարհից օգտվեն, թող չօգտվեն։ Հիմա այդ ճանապարհը չկա, չեն օգտվում, չէ՞։ Երբ որ լինի չուզենան օգտվեն, թող չօգտվեն։ Եվ հայ-թուրքական հարաբերությունների մասով ես ճիշտ եմ հասկանում, պարոն Քոչինյան, որ թրիփը միայն այդ Սյունիքի այդ ճանապարհի մասին չի, թրիփը ամբողջական ապաշրջակայքում է։ Դերություններ կան, սենց ասենք, Հայաստանում, Եվրոպական միությունում, Միացյալ Նահանգներում կուզենային տեսնել կոմունիկացիաների ամբողջական ապաշրջափակում, այսինքն եթե շատ բառացի խոսանք, հա, որ երբ որ Սյունիքից երկաթգծի օրինակ համար մտնի Նախիջևանից ոչ թե ուղիղ կպնի Թուրքիային եւ այն 2.4 միլիարդանոց պրոյեկտը, որ իրանք հայտարարել են կառուցել, նորից մտնի Հայաստան, Հայաստանից գնա Գյումրի, Գյումրիով գնա ուրեմն Կարսի միացումը տրվի, բայց դա օրինակ այդպես չեն տեսնում Թուրքիայում եւ Ադրբեջանում, ես կարծում եմ այստեղ դեռ բանակցելու բաներ կան եւ այստեղ դեռ աշխատանքի տեղ կա։ Նաև մենք տնային աշխատանքի խնդիր ունենք այստեղ, որտեղ օրինակ այն հատվածները, որոնք որ սպայության բացակայում են, դրանք փոքր հատվածներ են, բայց քանի դեռ դրանք բացակայում են, մենք չենք կարողանում թուրքական եւ ադրբեջանական կողմին առաջարկել նաև մնացած հատված անցնել Հայաստանում, որտեղ փաստացի ճանապարհը չկա այս պահին։ Իսկ քանի որ այդ մասով Փաշինյանի կողմից նաև առաջարկ է եղել Վլադիմիր Պուտինին, որ այդ առաջարկի մասին բազմիցս եմ խոսել, ես կարծում եմ դա կարևոր առաջարկ է, դա լավ առաջարկ է, ինձ համար խնդիրը մենակ այն է, որ մի քիչ հասկանալի չի թե ինչ ժամկետների մասին է խոսքը, որտեղ վարչապետը ասում է, եթե դուք չկառուցեք, մենք կկառուցենք, իսկ ինչքան ժամանակ ենք մենք պատկերացնում, որ մենք պետք է սպասենք իրանց պատասխանին, որտեղ համարյա մի ամիս է արդեն անցել այդ հայտարարությունից, Ռուսաստանից կարծես թե որևէ արձագանք չկա եւ ինչքան ենք սպասելու, մինչեւ արձագանք լինի կամ արձագանքի բացակայությունը ֆիքսենք մենք։ Եվ բացի արձագանքից արդյոք շահագրգռվածություն կա նաև Դե հիմա դա արձագանքով էլի արտահայտվի։ Հիմա իմ հարցը հենց դա է։ Մենք ինչքան ժամանակ ենք պատրաստվում սպասել, մինչև հասկանանք, որ արձագանք չկա կամ շահագրգռվածություն չկա։ Որտեվ այնտեղ հստակ էր, որ եթե արձագանքը կամ շահագրգռվածությունը չի լինում, մենք ենք կառուցում, բայց երբ ենք սկսում դա կառուցել։ Եվ պարոն Քոչինյան, նաև Իրանից եկող արձագանքները հասկանանք, նախ ընդհանուր առմամբ գիտեք, որ թրիփի հանդեպ վերաբերմունքը այդքան էլ միանշանակ չէր, վերջերս Վելայեթին այդ մասին խոսեց, որ իրենք չեն կարող դա թույլ տալ, որ դա ռիսկեր ունի, բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները իրենք չունեն, եւ երեք Հայաստանում Իրանի դեսպանն է շատ ուշագրավ հայտարարություններ արել, ինչ որ իմաստով
տարօրինակ, սպառնալից, նաև նախ ասում է, որ Հայաստանը կարծես թե վերածվել է Իրանի դեմ գործող ուժերի պլացդարմի, կենտրոնի, եւ որ եթե Իրանում այդ ուժերը հաջողեն, Հայաստանը պարտվողներից մեկն է լինելու։ Նախ ինչպես հասկանալ այս հայտարարությունները, արդյոք թրիփի եւ երեկվա տեղի ունեցած իրողության հետ կապ ունեն, նկատի ունեմ Միացյալ Նահանգներում Միրզոյան Ռուբիո հանդիպում եւ այս բովանդակությունը, որ արդեն հրապարակվեց։ Կապված հայտարարությանը, թե իրանք կարող են թույլ տալ, թե չեն կարող թույլ տալ, Հայաստանի տարածքում թույլ տվողն ու թույլ չտվողը Հայաստանի Հանրապետությունն է եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը, որ անխոս մեր բարեկամ երկիրն է եւ գործընկեր երկիրն է, չի կարող որևէ բան թույլ տալ կամ թույլ չտալ Հայաստանի տարածքում եւ մի քիչ զսպվածություն է այդտեղ պետք է ցուցաբերել հայտարարությունների մեջ, սա առաջինը։ Երկրորդը, հայկական կողմը մի անգամ չի որ պնդել է եւ շարունակում է պնդել, որ Հայաստանի տարածքում չի կարող լինել որևէ գործընթաց, որևէ ենթակառուցվածք, որևէ պայմանավորվածություն, որը լինի հայերենական հարաբերությունների հաշվին կամ Իրանի դեմ, դա չի կարող նման բաներ։ Եթե իրանական կողմը ունի ապացույցներ նրա, որ որևէ պայմանավորվածություն կամ որևէ հայտարարություն կամ որևէ որոշում ուղղված է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ եւ իրենց համար անվտանգային սպառնալիք է ներկայացնում, իրանք կարող են դա հրապարակել եւ մեզ ցույց տալ, հա, թե այ կոնկրետ ինչն է իրենց համար անվտանգային ռիսկ իր մեջ պարունակում։ Եվ վերջապես երրորդը, ուրեմն դեսպանի հայտարարությունը, նորանշանակ դեսպանի հայտարարությունը, կապված, ես ինչքան հասկացա, դա կապված է եղել դեսպանատան դիմաց կազմակերպված ցույցի հետ։ Գուցե նորանշանակ դեսպանը սովոր չի, որ երկրում կարելի է կազմակերպել ուրեմն ցույցեր, այդ ցույցերի ընթացքում կարող են նման հայտարարություններ լինել, բայց Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարական երկիր է, որտեղ նման բաները նորմալ են եւ կառավարության դեմ եւ տարբեր գործիչների, տարբեր հրապարակային միջոցառումների դեմ նման ցույցեր Հայաստանում իրականացվում են պարբերաբար եւ եթե այնտեղ օրենքի խախտում տեղի չի ունենում, այնտեղ ոչ մի սարսափելի բան չկա եւ դրա հետ պետք է սովորել աշխատել։ Իդեպ յուրաքանչյուր վարչապետի Մոսկվա այցելության ժամանակ մենք այնտեղ տեսնում ենք Հայաստանի դեսպանատան դիմաց ինչ որ եզակի ակցիաներ Ռուսաստանում, որ կարելի է հանդիպել, դա այնտեղ մեր կառավարության դեմ բողոքողներն են, ինչը միանգամայն տարբերվում է նրանից, ինչ որ տեղի ունենում Հայաստանում, որտեղ Հայաստանում ցույցեր տեղի ունենում են, Ռուսաստանում ցույցեր տեղի չեն ունենում, Ռուսաստանում տեղի ունենում թույլատրված եւ կազմակերպված ցույցեր։ Եվ նաեւ ինչ Եվ ցույցերը կազմակերպված կամ թույլատրված չեն, անգամ դատարկ պլակատով մարդկանց, որոնց պլակատի վրա ոչ մի բան գրված չի, ոստիկանությունը հավաքում տանում է։ Ինչ սպասել նաև ռուսական կողմից, պարոն Քոչինյան, հատկապես հաշվի առնելով օրերս Սոլովյովի շատ հետաքրքիր հայտարարությունը, որ պետք է գնալ հատուկ գործողությունների, ինչպես Ուկրաինայում։ Սա ինչպես ընկալել առհասարակ։ Սա պարզապես հայտարարություններ ասելու համար, թե նաև կարող է գործողության պլան լինել։ Ես չեմ բացառում, որ ռուսական կողմը տեղյակ է եղել նախատեսվող փաստաթղթի ստորագրման վերաբերյալ եւ սա է եղել հենց իրանց արձագանքը։ Ես ճիշտ ասած նաև այս իրանական կողմի ջղաձգումների մեջ տեսնում եմ նաև որոշակի առումով Ռուսաստանի ականջներ եւ երբեք պետք չի թերագնահատել Ռուսաստանի ազատության մակարդակը Իրանում ու Իրանում որոշումների կայացման գործընթացների վրա, նաեւ էլեմենտար ապատեղեկատվության տարածման միջոցով, այսինքն օրինակ իրանական կողմի հետ աշխատել, որ այնտեղ ինչ որ տեղի անում, դա ՆԱՏՕ-ի զորքեր են, չգիտեմ, ձեր դեմ է եւ այլն եւ այլն։ Դա երբեք պետք չի բացառել եւ պետք չի թերագնահատել։ Իսկ այնուամենայնիվ Ռուսաստանի էգոն որտեղ է տրորվել, այսինքն որտեղ է ինք Ռուսաստանի ոտքը տրորել, որ Սոլովյովը այսպես անգամ ասացի, բառացիոնես փաստաթղթի ընդունում։ Այսինքն թրիփներ պատճառը։ Իսկ դա կարող էր կապ ունենալ նաև 26 թվականի ընտրությունների հետ, որովհետև մենք գիտենք, թե ինչպիսի մեծ հույսեր են։ Եթե անգամ դա կապ ունի 26 թվականի ընտրությունների, ապա ես չգիտեմ ինչ հաշվարկում են Ռուսաստանում դանում, որովհետև դա իմ կարծիքով օգնում է իշխանությունների նման հայտարարություն։ Այսինքն խանգարում է այն ուժերին, որոնց վրա իրենք առնվազն խաղադրույք են անում։ Եվ այդ քննադատության բաց է, պարոն Քոչինյան, որ կարծես թե սպասվում էր, որ մարդիկ կարձագանքեն, նկատի ունեմ խորհրդանական ընդդիմությանը հատկապես, հակառակը իրենք ասացին, որ իշխանությունները զբաղված են ռուսաֆոբիայով եւ Սոլովյովի մեկ անհաջող արտահայտություն դարձրել են։ Ես չեմ բացառում, որ եթե օրինակ համար վաղ Աստված չանի աշխարհի ամենավատ սցենարատեղն ունա եւ օրինակ Ռուսաստանը իսկապես որոշի ռազմական օպերացիա իրականացնել Հայաստանի դեմ, այդ ձեր ասած մարդիկ այդ իրավիճակում կաջակցեն Ռուսաստանին։ Ոչ միայն բացառում, այլ նաև ամենայն հավանականությամբ հենց այդպես է կլինի։ Իբրև վարչապետի համար են հոգեվորականի շորերով ԿԳԲ-ի ագենտը, որ Մոսկվայում նստած է, դա կորնի այն զորքերը, որոնք որ գալիս են Հայաստանի դեմ կռվելու։ Եզրած Ներսիսյանին նկատի ունեք, որը օրհնում էր զորքերին Ուկրաին։ Կարոին։ Եվ պարոն Քոչինյան, այնուամենայնիվ այս Սոլովյովի շուրջ տեղի ունեցած վերջնականապես վարչակետ դնելու առաջ անցնելու համար սա պարզապես հայտարարություն էր վաղ տարածելու կամ հիբրիդային տրամաբանության մեջ, թե դա կարող է նաև ինչ-որ իմաստով իրատեսական լինել, չասեմ հատուկ գործողություն, բայց ինչ-որ քայլերի գնալ Ռուսաստանը։ Դա իրատեսական է։
Ռուսաստանի քայլերի գնալու իրատեսականությունը Սոլովյովով չի որ որոշվում է, Ռուսաստանի քայլերին գնալու իրատեսականությունը մենք տեսել ենք արդեն, տեսնում ենք եւ շարունակելու ենք տեսնել։ Ամբողջ խնդիրն է թե մենք ինչքանով ենք պատրաստ այդ հարվածներին դիմակայելու համար։ Եվ արդյոք պատասխանը համարժեք էր Կոպիրկինը հրավիրվեց ԱԳՆ բողոքի նոտա։ Ինձ թվում է համարժեք պատասխանը ճիշտ ասած մի քանի ռուսական լրատվականների գործունեությունը Հայաստանում արգելելն է, որոնց մեջ է Սպուտնիկ Արմենիան, որոնց մեջ է VGTRK-ի այդ պետական իրենց լրատվականների հանրային մուլտիպլեքսից հանելը, ինձ թվում է դա է համարժեք պատասխանը։ Կան վերլուծաբաններ, որ ասում են պետք է պատասխանել նաև հապկից դուրս գալով ռուսական ռազմաբազան։ Հապկը այս թեմայի հետ կապ չունի, ռուսական ռազմաբազան հետ կապ չունի, իմ ասածն է որ կապ ունի։ Սպուտնիկ Արմենիա, ընդհանրապես Հայաստանում կան մի քանի լրատվականներ, որոնց այսպես պայմանականորեն կարող ենք ասենք չարի առանցքն են դարձել Հայաստանի մեդիա դաշտում եւ անխոս է որ Սպուտնիկ Արմենիան դրա բաղադրիչն է։ Դա ըստ էության օտարերկրյա գործակալական կազմակերպություն է Հայաստանում, որը որ ուղղակի հիբրիդային սպառնալիքներ է պարունակում այս երկրում սոցիալական համերաշխության եւ Հայաստանի Հանրապետության հարատեվության համար եւ դրա գործնայության կասեցումը ես կարծում եմ Հայաստանում օր առաջ լուծվելուն ենթակա խնդիր է։ Եվ պարոն Քոչինյան, ամփոփելով, ես ճիշտ եմ հասկանում, որ բոլոր այն հարցերը, նախադրյալները, որոնց մասին մենք խոսեցինք, թրիփի իրականություն դառնալը, գերիների վերադարձ, հայ-ադրբեջանական խաղաղություն, ճանապարհների ապաշրջափակում, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի հետ, այդ ամբողջը մեծապես կախված է 2026 թվականի ընտրությունների արդյունքներով նաև։ Իհարկե։ Անխոս է դա որ բոլոր այն process-ները, որոնց մասին մենք խոսում ենք, այսպես թե այնպես կախված են 26 թվականի հունիսի ընտրությունների արդյունքներից։ Եվ պարզ է, որ նաև այդ ընտրությունների վրա այնուամենայնիվ որոշակի արտաքին ուժեր, երկրներ փորձ են։ Ասում ձեզ ավելին 26 թվականի ընտրությունները Հայաստանի արդենից դարձել են մեր պատմության մեջ աշխարհաքաղաքականացված ընտրությունները։ Այն իմաստով, որ տարբեր բևեռներ են փորձելու պայքարել։ Նաև ընդդիմությունը այս իմաստով մտահոգություններ ունի, խորհրդարանական ընդդիմությանը նկատի ունեմ, ասում են, որ այն աջակցությունը, որ ակնկալվում է Եվրամիությունից հիբրիդային պատերազմի դեմ պայքարելու առումով, դա կարող է ուղղվել իրենց դեմ եւ այդ ճանապարհով իշխանությունը փորձում է չեզոքացնել ընդդիմությանը։ Ինչ կապ ունի։ Դա մոտապես նույն ձևի մտահոգություն իրանք հայտնում, եթե օրինակ հիմա նաև եթե նույնչափ ազնիվ լինեն, կասեն նաև օրինակ ընտրակեղծարարությունների եւ ընտրակաշառքների դեմ պայքարը իրանց շահերի ոտնահարում է։ Այ եթե իրանք նույնչափ ազնիվ լինեն նաև երկրորդ թեմայում, նաև այդ երկրորդ հայտարարությունը կանեն։